Այսօր միասին պատրաստում ենք մրջնաբույն, ես ճիշտն ասած մոռացել էի սկզբից նկարել, կեսից սկսեցի նկարել, դրա համար բաղադրատոմսը նկարագրության բաժնում կթողնեմ, թե ինչպես խմորը պատրաստեք, այսպիսի փոքր մասերի ենք բաժանել խմորը, դրել ենք սառցախցիկում, որպեսզի լավ սառի եւ կարողանանք քերիչով անցկացնել։ Եվ այսպես մանր քերիչով անց ենք կացնում, դուք ըստ ձեր նախընտրության կարող եք մանր կամ խոշոր, ինչպես կցանկանաք, այսպես քերիչով անց ենք կացնում եւ թխելու ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Քերել վերջացնելուց հետո այսպես մաղով անց եմ կացնում, որ ավելորդ ալյուրը, այսպես տեսեք, ալյուրը դուրս գա եւ անտեղի չվառվի թավայի մեջ։ Ու այսպես տեղափոխում ենք եւ թխելու ընթացքում բարբերաբար խառնելու ենք, որպեսզի իրար չկպչի եւ հատիկ-հատիկ գեղեցիկ բովի։ Ընթացքում նորից ցույց կտամ։ Խմորը պատրաստ լինելուց հետո արդեն անցնելու ենք կրեմի պատրաստման։ Կրեմի համար վերցնում ենք այնպիսի տարավ, որը կարող ենք դնել գազօջախին, ավելացնում ենք եփած խտացրած կաթ, մի փոքր կարագ եւ ավելացնում ենք 1 ճաշի գթալ մեղր ու թույլ կրակով այնքան ենք թողնում կրակին, որ ամբողջը հալվի եւ միախառնվի, բայց չենք եռացնում։ Այսպես լավ միախառնվելուց հետո կրեմը ավելացնում ենք այս պատրաստի արդեն թխված զանգվածի վրա եւ մի լավ խառնելու ենք։ Տաք վիճակում ենք սա անում անմիջապես։ Լավ միախառնվելուց հետո արդեն ձևավորելու ենք, ըստ ցանկության կարող եք ձեռքով ձևավորել ձեր ուզած ձևով կամ մեկ անգամյա փոքր բաժակների մեջ լցնել կամ ինչպես կցանկանաք, մեր խոսքով մնում է ձևավորման փուլը։